Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն ողջունում է իր բոլոր երկրպագուներին։ Բոլոր այն մարդկանց, ովքեր սովորականի պես այսօր էլ մեզ հետ են մեր կողքին։ Եվ պիտի ասեմ, որ այսօր զուր չեք հավաքվել էկրանների առջև, որովհետև նորից մեր շատ հմայիչ հյուրերից մեկն է համայնքական ճակատ կուսակցության խորհրդի անդամ Պայեստի փոխգնդապետ մեր ռազմական վերլուծաբան Նարա Գևորգյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ, պարոն Ղուշյան։ Նարա, այսօր էլ շատ հրապուրիչ, հաճելի արտաքինով ներկայացել ենք, ինչպես միշտ, եւ մենք բաց զրույց ենք ունենալու։ Փորձել եմ զինվորականի համազգեստի գույնին համադրեմ գույնը։ Եվ ասեմ, ձեզ դա հաջողվել է, իզուր չի ձել։ Չարչարանք։ Տեսեք, վերջերս ուզում եմ անդրադառնանք այն հայտարարությանը, որ Facebook-յան ձեր էջում դուք գրառում եք կարել, կապված դրամահավաքի հետ, պաշտպանության նախարարի այդ կողմից նախաձեռնած միջոցառման հետ կապված։ Ինչ որ հետաքրքիր փաստեր կան։ Հա, եւ ես եւ մեր Պայստազորի գնդապետ Սիմոնյան Արտյոմ ունենք, գրառում էինք կատարել երկուսս էլ է դրամահավաքի հետ կապված, որ ինչի համար ես դրա հավաք հայտարարում դու եւ գրում ես քո Facebook-յան էջում, իդեպ ասեմ բավականին արձագանքներ էինք ստացել, նաեւ Պայստազորային սպաների միություն կա, խումբ կա, որոնք իրենք էլ էին անդրադարձել։ Երևի թե դրամահավաք հանման նրա համար մի հատ քարտուղարության պետ ունի Բադիկյան, որը բանակից թռած է, իդեպ ասեմ, որ վարչապետը բոլոր մեր նախկին գեներալիտետի փորերին էր կպնում, մի հատ թող դրա փորին նայի, կոճակները Facebook-յան իր գրա էջում, կոճակները հազիվ էր կոճկում, այդպես փոր իրանից առաջ, դե Պապիկյանի մասին չեմ խոսում, փորի մասին, փորն ու պարանոցը հավասարվել է իրար։ Երևի թե ու ընդ որում այդ անձը падգամավորի տեխնացու է դառնալու, եթե չեմ սխալվում 44 համարով անցնում իրենց ԿՊ-ի մոտից։ Երևի դրա համար է դրա հավաք կամ արդեն գիտի այդ աթոռ իրա ճոճվում է տակը վերջերն է, դրա համար է։ Ես է դիմել էի, որ դրամահավաք ինչի համար է անում, նաև դիմել էի, որ այդ մերպես երկարամյա ծառայություն ունեցող սպաներին հանես, թե ինչ անես։ Ես ձեզ ասեմ, մեր զինվորականները շատ լավն են, բացառությամբ ներկայիս բարձր պաշտոն զբաղեցրած եւ 24 թվականից ի վեր էսկոմ գեներալ զինվորական կոչում ստացածներից։ Մեր այսօր եթե բանակը 100%-ով այդ շեմով չափենք, 20%-ը լավերն են մնացել, լավագույններին արձակել են պահեստազոր, երև դրա համար էլ է հավաքում, ասեմ, ինչպես նաև այսօր լավերը շատ քչերն են լավերը մնացել, մեր զինվորականները շատ գիտակ, գրագետ զինվորականներ են եղել, ասում եմ բացառությամբ ներկաներից, ովքեր կրոնը, թուրքի կրոնը ընդունել են, ովքեր խոնարհվել են ուսուցչու առջև եւ այս իշխանության առջև եւ Ասրան Էդոյի շտաբի պետի առջև, ովքեր խոնարհվել են։ Իսկ ով իր խոսքն առաջ տանում, ով իր ես ունի բանակում, այսօր կարամ ասեմ, տեղ չունեմ բանակում։ Ծառայում եմ, բայց ոչ այն պաշտոններին, որոնք սրանք են հիմա զբաղեցնում բարձր պաշտոններ։ Երևի ասում եմ, իրաղաթոռը կամ այդ իր քարտուղարության պետի համար էր արի, ես իդեպ ասեմ, շատ լավ ստատուս էինք գրել եւ ես եւ մեր Սիմոնյան Արտյոմը շատ լավ, որ թող ինքը հասկանա, լինես պաշտպանության նախարար, Facebook-ում գցես թե դրամահավաք եմ անում։ Որևիցե մի պաշտպանության նախարարի նման բան տեսել եք նախկինում։ Սենց բան, ես իմ ասում այն ինչով սրա օրոք եմ տեսնում բանակում, ես իմ երկարամյա ծառայության ընթացքում ամենավատ, ամենաթույլ նախարարի վախտել, ես սենց բան չեմ տեսել։ Հավաքել է Իրանից ցածր մակարդակի, իդեպ բոլորը փորերով, որպես ինքը մեջտեղը ծաղիկ երևա։ Կկրկնեմ, ամեն օր կասեմ, գիշերն արտնասնենք, ասեմ, բոլորը բանակից թռած, բանակ անգամ բառ, չգիտեմ բանակն ինչա։ Այն օրն է, չէ, կարծեմ, եթե չեմ սխալում, ազգային ժողովում են, այն Սարգսյան հրաչակա, ասել եմ, չէ, այն հանգած հրաբուխին հարց են տալի բանակից։ Ում եք, լրագրողներն էլ են հետաքրքիր, ում եք հարց տալի։ Ով որ բանակում չի ծառայել, գնում եք ում եք հարց տալի։
Հիմա որ այդ ուսուցչուին իրան դրել է այտենց գրում է գրառումներ անում մեր բանակը բարեփոխում ենք էս ենք անում են դուր բանակի բարեփոխ տեսնում ենք բարեփոխումներ իդեպ ըստ օդում կախված լուրերի կոնկրետ չեմ կարա ասեմ տանում են նրան որ մեր զորքը սահմանապահ զորքեր դառնա այսինքն զինված ուժերից անցնեն սահմանապահ զորքերին դա շատ վատ բան կլինի սահմանապահ եթե դարձավ բանակը կքանդվի ու կփակվի սրանց ուզածը դե տեսնում եք իդեպ ասեմ որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակած տեսանյութում դուք որպես արդեն դոկ կուսակցության ներկայացուցիչ վիճակագրությամբ հանեցիք թիվ 15 այսինքն 15-րդ համարը դա դոկ կուսակցության համարն է լինել այո ասեք այդ մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում որպես լիազորված անձ ես էի ներկա, վիճակահանությանը ես եմ ներկա եղել եւ ես եմ հանել 15 համարը, այդ վիճակահանության ժամանակ ինձ թվում է ինքը շատ լավ համար է, տա Աստված տենց առաջ գնանք իդեպ մեզանից հետո ԿՊՆ-ա գնում, 16-րդ համարով ԿՊՆ-ա գնում, մեզանից հետո ես ուրախ եմ որ 15 ես միշտ կենտ թվեր եմ սիրում զույգ չեմ սիրում, կենտ եմ սիրում, ու շատ լավ էր, առաջինը, նումերալոգիայով որ նայեցինք, առաջինը դա սկիզբն է, իսկ 5-ը հաղթանակա, հաղթանակի սկիզբը, ասենց ասեմ, հա, դա Աստված թեթև ձեռքով, ի սրտե հանել եմ, դա Աստված առաջ գնանք և անցողիկ շեմը անցնենք, ես դա էր մենակ ցանկանում, այո. Տացված նառա, ես միայն ուրախ կլինեմ, գիտեք չէ, որ այս օրերին, երբ Հայաստանում է գտնվում Ֆրանսիայի նախագահ, պետական այսպես պատվիրակությունների մակարդակով բանակցություններ են գնում եւ տեղեկացրին, որ Մակրոնը շուտով Ֆրանսիայի բարձրագույն պարգևը լեգիոնը, հա, պատվավոր լեգիոնի իշխանությունը հանձնելու է վարչապետի աշխատակազմի ղեկավարին։ Տեղյակ եք։ Տեղյակ եմ, հանձնելա մի հատ էլ ուսուցչուն չէ տվեց Ֆրանսիայում։ Ես իմ կարծիքն ասեմ, երևի որ թուրքին մեծարում են, թրքասեր են, իրանց համար այդ թուրք բառը մեծարելը դա իրանց համար բանը, Արայք Հարությունյանին որպես ինչ տվեց, մեկը հարց չտվեց, որպես ինչ եք տալիս էլ այդ, այնքան են արժե զրկել է արդեն այդ պարտոննշը պարգևները, որ կարում են սենց ամեն մեկին, բառից բուն ամեն մեկին հատկացնեն, շնորեն դա։ Ասում եմ, Պապիկյանն է, չէ, որ Ֆրանսիայում էր Իրան է շնորհեցին։ Որպես ինչ, մեկը Զակակե Զասլուգի։ Ինչ էին արել, որ Թուրքին խոնարհվում են դրա համար, որ Ղարաբաղը հանձնում են դրա համար, որ մոռանում են ցեղասպանությունը, մոռանում են մեր զոհերի հիշատակը, գերիների մասին մոռանում են, դրա համար եք տալիս։ Դե Մակրոնը ասեց, չէ, 10 տարի առաջ չէի գա։ Էհա որ այստեղ թուրքերի թրքապատակներ չնեն, դու երևի էլի չգայիր։ Դա ես իմ կարծիքն եմ ասում։ Ապշած մնացի, երբ տեսա այդ պարգևի շնորհումը։ Տեսնում եք, զարմացում են։ Իրոք զարմացում եմ ու իրենք հետագայում անկախ չլինեն իշխանությամբ, դե ասեն, տես Ֆրանսիայի նախագահան մեզ ինչա պարգևատրել։ Տեսնես որ տանես երեխեքիդ ես ասելու պապան ինչա ստացել, թե քո տնեցիկին ես ասելու պապան տեսեք ինչի դիմա ես միայն այդ մի հարցը լավ արել շնորհելա ինչի դիմաց է շնորհել մեկն էլ ասում եմ Պապիկյանին ինչի դիմաց է շնորհել քանդելու երևի որ իրենց դուր է գալի որ ստեղ քաոսային վիճակ են ստեղծում որպեսզի իրանք ուզածին հասնեն երևի դրա համար են շնորհում սրանք էլ իրանք լավ են զգում դրանից այտենց ավելին դրանից բարձր պարգևներ Ես ունեմ առաջինը, որ ստացել եմ Վազգեն Սարգսյանի կրծքանշանը, որ ստացել եմ, դրանից 1000 գլուխ բարձր է։ Եվ դա տրվում է արժանիներ եւ ծառայությանս հետ կապված են ինչ շնորհել դա առաջին կրծքանշանը, որ ես պարգևը ստացել եմ, դա Վազգեն Սարգսյանն է եղել, որը ես շատ ուզում եի։ Իմ այն մի ամենափոքր այն պարգևն է, չեմ փոխի սրանց հետ որը ես վաստակի ու ստացել եմ։ Անգամ զինվորներին, մեր 18 տարեկան երեխեքը որպես բանակի գերազանցիկ կամ որպես լավ մարզիկ ստանում են կրծքանշանները, ավելի բարձր տեղ ունեն, իրենք կարան ավելի բարձր դա կպցնեն եւ ման գան, քան դրանց ստացածը։
Հավանաբար տեղյակ եք, որ Ստեփանակերտում ավիրվել է հայոց ցեղասպանության ուսանալիրը եւ ընդհանրապես Արցախում սկսվել է վանդալիզմի այդ շրջանը, հայկական եկեղեցիները, մշակութային կոթողները քանդվում են, իսկ Հայաստանի իշխանությունների կողմից քար լռություն։ Խի Արսեն Թորոսյանը Պետրոսի հյուրներ ասեց հա ինչ անենք, քանդ ինչա պետքա գնանք օգնենք, փրկենք։ Անց որը կրկին բանակից թռած է, որը չի դիմացել բանակի ռեժիմին, անց որը COVID-ի ժամանակ շատ սենց աղմկահարույց գործերով էր անցնում։ Ինչ ես արես երկրի համար դու։ Ընդհանրապես ինչ ունեք արած ես երկրի, բացի քանդելուց։ Ասում է, ինչ պետք անենք, իրենց տարածքն է։ Դուք պատկերացնում եք անձ, որը իրենից ոչինչ չներկայացնողը, ոչ անցյալ ունի, ոչ ներկա, ոչ էլ երևի ապագայել չունենա, դա ինչի՞ց է խոսում։ Հա, տեսել եմ, տեղյակ եմ, շատ ցավով եմ ապրում դրա հետ կապված։ Այն նույնը իրենք այդ նույնս մեր ցեղասպանության մասին են, չէ՞ խոսում, ասում են, խի պետքա անդադ ողբանք մենք։ Ցավալի է, ցավալի։ Շատ ցավալի է, պան Ղուշյան, անձը ասել եմ, հիմա էլ եմ ասում, եթե չեմ հիշողությունս չի դավաճանում, Գորիսի զորամասերից մեկը, Սյունիքի զորամասերից մեկում զորակոչվեց, չի դիմացել, հետ էին գործուղել դրան գոսպիտալ, հետո գոսպիտալից արձակվել է Պայստազոր, մեկը չկա մեկ ճշտին չոտվածով է արձակե Պայստազոր։ Այ մեր զին դատախազները, որ շինցու գործեր են սարքում, բա գնացեք տեսեք այդ անձինք ոնց են ազատվել բանակներից։ Նենց կուզենամ դիմեմ իմ գործով զին դատախազին, Տիկին Լուսինե Ասլանյանին, ասեմ մի հատ գնատես դա ոնց է ազատվել բանակից։ Թե մենակ իրենք պատվերներ են կատարում, Զակազնոյ բյուրո է մենակ դարձել զին դատախազությունը։ Դե Երևանում անցկացված Եվրոմիության 40 երկրների այդ վեաժողովի ժամանակ, երբ մեր լրագրողներից մեկը հասցրեց Զելենսկուն Ուկրաինայի նախագահին, ինչու եք դուք այդ ֆոսֆորային ռումբերը տվել Ադրբեջանին, որ արդյունքում մեր տասնյակ, ինչպես ասում են, շուտ հարյուրավոր զինվորներ են դրանից զոհվել, ես չեմ խոսում, թե ինչ արդյունքներ են դրանք տվել, դուք ավելի լավ տեղյակ եք։ Արհամարից գնաց, չպատասխանեց գնաց, նախ ապշացեմ, որ այս ղեկավարությունը դրան հրավիրել էր, սենց խոսեմ, անց, որը 44-օրյա պատերազմի ավարտվելուց, սենց էլ ասեմ, ավարտվելուց հետո առաջին Ադրբեջանին շնորհավորեց, իրենց, որ իրենք հաղթանակի արդիվ ինքը շնորհավորեց, ինքն էր տալի այդ սպիտակ ֆոսֆորները, որ այո, զինվորներ ունեինք, որոնք վառված եւ փակ հուղարկավորեցին, որոնք այդ սպիտակ ֆոսֆորներից վառվել էին եւ փակ էին հուղարկավորում այդ երեխեքին։ Անձը կար այսօր գա այդ երկրում խոսա։ Մեր իշխանությունը բա նորմալ է, դա այս իրանք արհամարեցին մեր զոհերին, մեր գերիներին, մեր անհետ կորած զինվորներին, բոլորին իրանք արհամարեցին։ Եթե սենց պետք է անեիք, խի տարակ այդ երեխեքին զոհաբերեցիք, եթե այս ծրագիրն ունեիք, անեք ձեր ծրագրով, ոնց է ասում, չի մենք կարայինք ունենանք էսի առանց զոհերի, բա ունենայր էսի առանց զոհերի, չէ դու ժողովրդի աչքը վախացրեցիր, զոհերով վախացրեցիր, բերեցիր այդ կրիտիկական հասցրեցիր ընտանիքներին, որ հիմա ասես, եթե ինչ չընտրեք, պատերազմա լինելու։ Խի զանգելու ես պապայիդ ասես պատերազմ արա, նաև դուք տեսաք Ալիևի ելույթը, ինքը իրանն հենց էր զգում, ոնց որ տեր ու տիրակալն էր այս երկրի։ Ինքը իրանը տեսեպ ոնց անվանեց այդ մի բառով է անվանեց էդի, որ ինքը հերիք չի մի հատ հերավար ինքը ներկա գտնվեց, հերավարից խոսած ու ասեց, ոնց ուզեմ այտենց կանեմ։ Ցույց տվեց երկրի տերը։ Մարդ այսօր ոնց թելադրում այտենց անում են։ Ցիրկի վրա կլոններ են բոլորը։ Ցիրկում են գտնվում, ոնց ընդեղից թելադրում այտենց անում են։ Դուք պատկերացնում եք Զելենսկուն որպես ինչ է հրավիրել։ Նաև ես իմ սուբյեկտիվ կարծիքն է, նաև բավականին երևի հարաբերություն կվատանա, ավելին կվատանա Ռուսաստանի Դաշնության հետ։ Արդեն, եթե չեմ սխալվում, Մեդվեդևներ արդեն ստատուս էր գրել։ Այո, եւ շատ տխուր։ Շատ տխուր, այո։ Ինչ են, քանի օր հեղուկ գազ չկա Երևանում։ Դուք հերթերը պետքա տեսնեիք։ Նաև թանկացել է։ Այս դեռ երևի հենց սկիզբն ենք ապրում դրանով։
Ամեն ինչ հեսա կթանկանա, ու դրանով ինչ են գնում խաղաղության։ Այդ 10,000-ները, որ ավելացրել է թոշակառում, կարողանալու են ինչ-որ մի բան անի դրանով։ Ես նաև ասեմ, այդ որ եկը ներկա են եկել, երևի տեսան, որ այս իշխանությունը չի կարողանալու ընտրվի, ժողովուրդը չի ընտրելու, երևի եկան, որ ասեն դուխ տան ու գնան։ Որպես ինչ եկաք նախընտրական շեմին, որպես ինչ եկաք։ Ինչի համար եկաք։ Մի հատ էլ Ադրբեջանի այդ, որ Մուստաֆաևն եկավ, դրանից հետո Թուրքիայի հետ ով եկավ, փոխնախագահներ, ով եկավ։ Ու նայում եք դիմավորում այն Ռուբեն Ռուբինյանը միայն։ Թրքահպատակն է դիմավորում, որն դեղա սովորել։ Մոռացել է Պապան ով ա եղել։ Պապան մեր գործկոմի պետն էր։ 90-ականներից էսկոմ իր հայրը եղել է մեր գործկոմի պետը։ Ինքն էր այն ժամանակ շարժում գորում, Ղարաբաղյան շարժում էր գորում, առաջ գնանք, էս անենք, հողերը վերցնենք։ Այսօր բայրա չի տեսնում իր տղեն ինչա։ Իր տղեն է խոսում նաև գենոցիդի մասին։ Այն ժամանակ ուրեմն եկել են այդպես ձևականությամբ ծրագիր է եղել իրանց մոտ, երևի այս թրքապատակների մոտ ծրագիր է եղել, որ եկե հասել են սրան։ Ինչ սպանեին, ձեռներս ոտերս է կոտրան, ես Թուրքիայում չէի վերապատրաստի, ոչ է կսովորեի։ Դա էլ պետքա քո մեջ այդ ջիղը լինի, որ դու գնաս քո թշնամու երկիր սովորես, վերապատրաստվես։ Իդեպ Եվրոմիության այդ վեաժողովի օրերին Երևանի կենտրոնում ցույցեր եղան բողոքի պաստառներով տուն վերադարձեք մեր գերիներին։ Ինչ եք կարծում, Եվրոպան ընդառաջ գնալու է։ Գուցե Աստծո կամոք բայց 44 օրյայի ժամանակ գերեվարված 18-ամյա մեր երեխեքին գոնե հետ տան։ Բոլորն է գերիներ են, բոլորն է մեր գերիներն են։ Բայց ոչ թե 90-ականներից թվերից գերեվարված, այլ 44 օրյա պատերազմի ժամանակվա հատվածում գերեվարված կլինի սպա, թե 18 տարեկան երեխեքին։ Տեսնենք, գուցե մի երկու հոգու վերադարձնեն, շատ ուրախ կլինեմ, յուրաքանչյուր գերին դեղ գտնվողը մեր գերին է, մեր հայ տղաներն են, շատ ուրախ կնեմ, բայց դրանով իրենք ինչ թոս պետքա փչեն, էլի ժողովրդի երեսին։ Իդեպ նույն ոստիկանությունը արգելեց, որպեսզի այդ միտինգը, այդ հավաքույթը լինի, ես ասեի տիկին նախարար, ներքին գործերի նախարար, բայց այտենց այդ ոստիկանական զորք ուղարկեիր վեդի, երբ որ ընդդեմ մանկապղծություն էր լինում։ Երբ որ երկու մանուկ աղջիկ երեխեք, գիտեք երևի թե սոցցանցերից հայտնի դեպ, բայց մի հատ զորք ուղարկեր ընդե կալանավոր էիր։ Ոչ թե լրագրողական այդ համացանցը աղմուկ բարձրացնելուց հետո նոր դու որոշես, խի որ դու վեդեցի ես, ընդեղ ինչ ուզեմ պետք է այդ անեն, դրա համար է կոկորտի լոսը, այն մեր 18 տարեկան երեխուն ասես, չէ, վերջի զանգը նա կանցկասին դե, բայց իդեպ ասեմ, երազանքը չկատարվեց, էլի օդում մնաց երազանքը։ Դրա համար է վեդյում ես այդ զորք ուղարկում եք այդ ծնողներ մարդիկ գնացել են իրանց երեխեքի համար են պայքարում։ Զորք ուղարկում ես, հանում ես, քո ոստիկանական զորքին հանում ես, քո հայ դեմ, որպես ինչ։ Խի չեք թողում գնան, ինչից եք խայտարակվում։ Եթե դուք խաղաղություն եք բերել, բա թողեք այդ ժողովուրդն է խոսա։ Ամեն մեկը ամեն պատկերացնում եք ծնող, որը չգիտի իր երեխեն անհետ կորած է, զոհված է, գերեվարված է, թե ինչա, գոնե եթե զոհված է, կբերի մի հատ գերեզման կսարքի, կգնա ամեն օր խումբ կխնկա, գոնե կհասկանա, որ երեխուն հուղարկավորել է։ Ամենավատ վիճակը այդ իրանց վիճակն է, այդ անհետ կորած զինվորների ծնողների վիճակը, որ իրանք չգիտեն, իրանց երեխեն, իրանց ամուսինը, եղբայրը որտեղ են։ Գերիները գոնե ծնողը գիտի գերեվարված է, գիտի ինտեղ է, բայց այս անհետ կորածներին եւ իդեպ ասեմ, միշտ այդ հարցը բարձրացրել է մեր կուսակցությունը, ակցիաներ ենք արել մենք, մեր կուսակցությունն ակցիաներ արել եւ այդ հարցը գերիների եւ անհետ կորած զինվորների հարցը բարձրացրել է մշտապես եղել է դա Կարապետյան արշակի դիտարկման տակ, մշտապես։ Ապրիլի 24-ի հետ կապված այս վերջին դեպքերի մասին ինչ կարող եք ասել կապված մեր բանակի հետ։ Պարոն Ղուշյան, ծառայությանս տարիներին ամեն տարի 24-ի հետ կապված նախարարի հրաման էր լինում, որ վարչությունը որ ժամին է անձնակազմով բարձրանալու եղերն։ Եվ որ զորքը, որ զորամասերն են Երևանին մոտակա, զորամասերը, որ զորքին քանի հոգով, ինչ քանակությամբ զորքը որ պետքա գար եւ բարձրանար եւ զամպալիտների հետ, իրանց գումարտակի հրամանատարների հետ զորքը գալի բարձրանում էր։
Պարտադիր հանգամանք ա եղել զինվորականները բարձրանան եղերն, ասում եմ, ժամերով, քանակությամբ նախարարի հրամաններ լինում, ոչ մեկ չբարձրացավ, զորքով, համազգեստով, ոչ մեկ չբարձրացավ, խոսքը համազգեստ կրողների, ես գուցե սենց ուրիշ ուժայիններ փակ գնացել են, քաղաքացիական համազգեստով գնացել են, չգիտեմ, բայց ամեն տարի մեզ մոտ հրաման ա եղել, այս տարի ոչ, ասում եմ, գնալով մոռանալու ենք ամեն ինչ, Ժան Անդրեասյանն է, չէ, խոսում ինչի պետք է հիշատակին կանթատետի։ Իսկ հարց չկա քո տղան խիչի այդ ծառայություն մեր զինված ուժերում ծառայում, խես ուղարկե բա դուրս։ Խեք ձեր երեխեքին փախցրե։ Բա ինձ կուզենամ մեր զին դատախազությունը, մեր քնչականը զբաղվեն այս սրանց երեխեքով, այս փախածների երեխեքով զբաղվեն։ Այն ռազմական ոստիկանության վարչության պետը, որ բոլորի վրա գործ ա տալի, նկարում ա, այ գնան զբաղվեն իրանով, մի հատ գնան Գյումրի օդանավակայանի կողքի շինությունները տեսնեն, ումն ա, տեսնեն իրա լակուտները ինչով են զբաղված Գյումրիում, այս սրանով թող զբաղվի մեր ղեկավարությունը, զբաղվեն ով ինչ ա անում։ Ոչ թե շինցու գործեր նկարեն մարդկանց վրա, ու այն մեկն է, որը գեներալի վրա էր շինցու գործ կարե, դարձել է փաստաբան, չէ, ինչ իրա չեր կարա իրա նկարածներով զբաղվի ինքը, գնա իրենց պաշտպանի։ Եթե նկարում եք, ախր ես ասել եմ, անցյալ իմ ելույթում ասել եմ, ում օգտագործում են, վերջում իրենց վերացնում են կամ շպրտում են։ Այսօր մեծամասնությամբ օգտագործում են, մեծամասնության օգտագործում են։ Զինվորականներին օգտագործում են, անձինք են պաշտոններ զբաղացնում, որ իրենցից ոչինչ չեն ներկայացրել։ Անկեղծ եմ ասում, ոչինչ չեն ներկայացրել։ Գրիգորյան Կարենկա գեներալ Ղարաբաղից տեղափոխված։ Պապիկյանի աջ ձեռնա։ Այդ նույն անձն էր ասել մեր հոսպիտալի համաճարակաբանին, որ կապեցին ինձ հետ ու հանեցին, որ քո մոտ ընդդիմադիր հայացքներով աղջիկ ա մտնում դուրս գալի զինվորական։ Դրա համար քեզ քո պայմանագիրը չենք կնքում։ Դու լինելով Ղարաբաղցի, դու քո հայրենիքը կորցրել ես, եկել ես ընկել ես Պապիկյանի ոտերի տակ, սպասում ես մի ասենց թուլափայ գցեն դեմդ, որ դու դրանով ուրախանաս։ Ու այսօր ինք այդ կատեգորիան Արցախցին կարասի ընդդիմադիր հայացքներով։ Ընդդիմադիրը որն է, որ չենք ուզում թրքահապատակ դառնանք, որ չենք ուզում Հայաստանը դառնա Թուրքիա, Ադրբեջան դառնա, որ չենք ուզում թշնամու հետ մենք բարեկամանանք։ Էդ է իմ ընդդիմադիր լինելը դա է այսօր։ Նորանորից եմ կրկնում, շատ դաժան մտքեր ես արտահայտում, զգույշ եղիր, որովհետև հիմա կարող են չնայած արդեն պատգամավորության տեխնացու ես, կարող ես եւ հանգիստ լինել ապահով, եւ վերջին հարցը, վերջին շրջանում սոցցանցերում հրապարակված այն հոդվածները, որոնք վերաբերում են զինվորականների, բանակի ծառայողների հասցեին, ինչպես ասում են արված կառավարումներին, ինչ որ հերկվել են եւ պիտի ասեմ, որ այս կապակցությամբ էլ քիչ բան չկա։ Իսկ Պապիկյանը ինչ-որ մի բան ասում է, դա ճիշտ է, ինքը այն իր անմեղսունակ մամլոլերը բանը խոսնակը, իրանք ինչ-որ մի բան ասում են ճիշտ է, այս վերջերս ինչ-որ բաներ գցած Թաթոյանը, որ խոսել էր Գեղարքունիքի դիրքերի հետ կապված եւ Սև լճի դիրքի հետ կապված, ես չեմ ուզում անդրադառնամ իրենց, դա սուտ է, ասեց ու վերջացրեց։ Եթե սուտ է, տար մի հատ կանգնացրու, բոլորին հրավիրի, ասա տեսեք, սա սենցա անենցա։ Նույն Սև լճերի համար, բա պատասխան տուր, մեր զորքը անցնում է իրանց դիրքով, թե չէ։ Կոնկրետ պատասխանի։ Իրենցը բոլոր, այո, ես կարդացի առաջի կորպուսի Սյունիքի Զորամասի կորպուսի հրամանատարի հետ կապված, Գորիսի հրամանատարի հետ կապված, եւ սա առաջի դեպքը չի, որ դրանք բարձրաձայնում են։ Այդ սոցցանցերում գրվում է։ Այո, մեր զորքի բարոյհոգեբանական վիճակը, ես իմ կարծիքն եմ ասում, շատ վատ է, որովհետև բարոյհոգեբանական այդ վարչությունում անձինք կան, որոնց հետ ծառայել եմ եւ ճանաչում եմ, ամբողջ օրը Facebook-յանում կիսվում են ԿՊ-ների արարքների հետ, որ այսօր ծառայության է մնացել, քանի որ մորքուրի ամուսինը թե եղբայրը Սպիտակի քաղաքապետն է։
Եթե զամպալիտները չեն աշխատում, իդեպ գնդերեցներն էին առաջ աշխատում զորքի հետ, եթե իրենք չեն աշխատում, գնդերեցների հաստիկն է, չէ՞, ուսուցչուին փակեց։ Ինքը որոշեց, որ գնդերեցները պետք է բանակում չլինեն, դե ինքը քանի որ մեր ամենախելացի նախարարն ա եղել, նախկինում տենց խելացի նախարար չենք ունեցել ոնց որ սա է, որ գնդերեցների հաստիկը փակեց։ Կրճատեց, գնդերեցներին կրճատեց։ Գնդերեսներն են զորքի հետ խոսում, զորքի բարեհոգեբանական վիճակ այսօր լավ չի։ Այո, ասում են, որ շաբաթներով չեն, շաբաթ մեկ են լողանում, ասում են, խոսում են ժողովուրդը։ Թող բարձրաձայնեն, թող գնան Պապիկյանին, ասեն, էսա քո պահած բարեփոխված բանակը։ Գլխավոր շտաբի պետի տեղակալ կան, այսպես բառ չեմ գտնում էլի, պատերազմից թռածը, բա թող գնան ասեն, զորքիդ վիճակը էս, բամ շտաբի պետին դիմեն, ասեն, զորքիդ վիճակը սենց եք պահում։ Այո, շատ դժգոհում են ծնողներ, շատ եմ լսում, որպիսի ծնողները դժգոհում են իրա վիճակից։ Առաջի բանակային կորպուսից շատ այդ հատուկն է հիմա դարձել, առաջին հիմա հատուկ զորքերն է, հատուկ բանակային կորպուսն է դարձել, բազմիցս լսել եմ այդ դժգոհությունները, այո, նաև անդրադարձել են, էլի սոցցանցում եմ կարդացել, գեներալ Բուդաղյան Արտակին էին անդրադարձել, էլի հիմա որոշել են անցած քրեական գործերը բացահայտեն եւ այլն։ Բա ձեր վրայի գործերը երբ է բացահայտվելու, ձեր արածները երբ ենք բացահայտելու։ Իդեպ ուրախ եմ, լավ կլինի, որպիսի դեռ քարոզարշավը չի սկսվել իհարկե ասեմ, շատ լավ կլինի, որ ընտրություններից հետո այս իշխանությունը չլինի։ Հույսով եմ, որ չի լինի։ Դե, հույսով ապրելն էլ վատ չի։ Հույսով եմ, որ չի լինի, այո։ Շնորհակալություն, որ եկար։ Շերի բարեկամներ, մեր ռազմական վերլուծաբան, համայնքական ճակատ կուսակցության խորհրդի անդամ, Պայստի փոխգնդապետ Նարա Գևորգյանն էր մեր տաղավարում։ Այսօր այսքանը, ցտեսություն։